Հադրութից տեղահանված, բայց Հադրութով ապրող Մարտիրոսյանների ընտանիքի անդամները Արցախը լքելու ու օտար երկրում բնակվելու մասին լսել անգամ չեն ցանկանում։ Դժվարություններ ամեն տեղ էլ կան, դրանք հաղթահարելու կարողությունը ոչ բոլորին է տրված, ասում է ընտանիքի հայրը, ով իր ամբողջ գիտակից կյանքը նվիրել է հայրենիքին եւ սրտի կսկիծով, բայց ժպիտը դեմքին է վերհիշում արցախյան շարժման տարիները։ Շարժում 88 դա նշանակում է այն շարժումը, որը սկսվեց փետրվարի 12-ին, շեշտում եմ փետրվարի 12-ին, որտեղ Արցախում այնպիսի տեղեկություններ են ստացվում, որ շարժումը սկսվել է փետրվարի 13-ին։ Փետրվարի 13-ին սկսվել է նաև մնացած շրջաններում։ Միջև այդ շարժում կար, այսինքն մեր տղաները, ակտիվիստները, ինչպես հիմա են անվանում, արդեն կազմակերպում էին, որ այդ շարժումը կայանա։ Նրանք խելացի տղաներ էին, որոնք արդեն գյուղերում, շրջանի ներսում կազմակերպում էին գաղտնի հավաքներ, այսպես պրոպագանդում էին ժողովրդին, որպեսզի շարժում սկսվի։ Կամ անկախանակ, սկզբում իհարկե մեր վերամիավորում հարցներ դրված, կարող եմ այսպես անուններով հիշեմ մեր խելացի տղաներից Աստված ողորմ է մեր Արտուր Մկրտչյանը, մեր Էմիլ Աբրամյանը, բացի դրանից արդեն նրանց քայլերով սկսեցին քայլել նաև շրջանի մի շարք երիտասարդներ։ Նրանք կարծում էին, թե շրջկոմի աշխատողները կարող են դեմ լինել այդ շարժմանը։ Ես այդ ժամանակ աշխատում էի արդեն շրջկոմում, շրջկոմից արդեն տեղափոխվել էի եւ աշխատում էի պրոպագանդայի բաժնի քաուս կաբինետի վարիչ։ Դες այն մարդկանցից մեկը, որ պետք է դեմ լիներ այդ շարժմանը, քանի որ մենք անմիջապես ենթարկում էինք Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոններ։ Եվ ահա փետրվարի 12 շրջանը ներկայանում Ադրբեջանի կենտրոնից, այսօրվա պես լավ հիշում եմ, պրոպագանդայի բաժնի վարիչ Դաշտամիրովը, ադրբեջանցի ազգությամբ եւ նրա հետ մի քանի հոգի էլի կենտրոնից ու ներկայանում է նաեւ Օսիփովը, մեր մարզգործկոմի նախագահը։ Պետք է կազմակերպեին պլենում եւ շրջանի ակտիվիստները։ Պետք է ընդունեին որոշում, այնպիսի որոշում, որ շրջանը մնում է Ադրբեջանի կազմում։ Եվ ահա սկսվում է պլենումը։ Պլենումը սկսվում է, մենք արդեն շրջկոմի հրահանգիչներս, գիտես, այդ ակտիվիստներն ու շրջկոմի աշխատող հրահանգիչները հասակակիցներ ենք եղել եւ օրինակ Արտուր Մկրտչյանի հետ մենք ընտանեկան բարեկամություն էինք, ընկերություն էինք անում։ Հարսը իր կնոջ հետ, ես Արտուրի հետ եւ ահա դուրս են գալիս պլենումից, երբ այսպես դադար են տալիս մի քանի րոպեով, արդեն տեսնում եք հավաքված են եւ այնտեղ արդեն շրջանի այդ ակտիվիստներից Համբարձումյան Ալբերտը, Սադղյան Գագոն, Նելա Շոտովնան, նրանք հարցնում են, կարելի է չէ ժողովուրդը հավաքնեն եւ դրական պատասխան ստանալով, երբ արդեն պլենումը վերջանում է, դուրս են գալիս, տեսնում արդեն ամբողջ հավաքված շրջկոմի շենքի դիմաց չէին մտնում։ Մենք դրան եմ ասում, հադրութեցիների կուլտուրան շատ անվեց։ Չէին մտնում ներս։ Ուղղակի դրսում սպասում էին եւ երբ արդեն դուրս են գալիս, ուզում է Օսիփովը ճանապարհի այդ ադրբեջանական կազմի հետ ճանապարհը կտրում։ Էլ չեն թողնում, որպեսզի շենքից դուրս գան։ Մեր պարոն Զաքյանը, շրջկոմի առաջին քարտուղարը, այդ ժամանակ եղել է արձակուրդ։ Տեղը երկրորդ քարտուղար Գրիգոր Սաֆարյանն է եղել։ Մտնում են, երբ տեսնում են, որ արդեն չեն թողնում, որպեսզի իրանք դուրս գան, մտնում են երկրորդ քարտուղարի կաբինետը ու այստեղ Դաշտամիրովը, քանի որ ես հերթապ եմ, անմիջապես լսում եմ նրանց խոսակցությունը։ Երկրորդ քարտուղարը, առաջին քարտուղարի այդ ընդունարանում ես հերթապահություն եմ էլի անում։ Արդեն ժամը 8 էր, գիշեր, երեկո, եւ այնտեղից լսում եմ, որ Դաշտամիրովը ասում է ակտիվիստներից թող մի երկու հոգի գան, ես հետները զրուցեմ։
Եվ առաջարկում եմ, բա ով գա ակտիվիստներից Աբրամյան Էմիլը Արտուրը ասում են թող Նելա Աշոտովնան մոտենա, Նելա Աշոտովնան մտնում է երկրորդ քարտուղարի կաբինետ, ընդեղ ես խոսակցությունը լսում եմ, Դաշտամիրովը հարցնում է, բա ով ես, ինչ ես, ասում է ես Սովետական միության հերոս Գասպարովի աղջիկն եմ, իմ մայրը ռուս է, ես Դաշտամիրովը ասում եմ, վայ, ինչ լավ է, իմ մաման էլ է ռուս, այսպես կարող է իրար հետ լեզու գտնեք, դե խոստանում է, ասում է, արի եկեք ես ձեզ խոստանում եմ, մեծ հնարավորություն եմ տալիս, բերելու եք ամեն ինչ լսնենք եւ այլն, ասում է լավ, թող ես դուրս գամ ժողովրդից հարցնեմ։ Նելա Աշոտովնան դուրս է գալիս, երկրորդ հարկից ժողովուրդը ներքևում, ասում է ժողովուրդ, գիտեք ինչ, ես ու Դաշտամիրովը համարյա թե նույն բանն ենք, իմ մաման էլ է ռուս, իր մաման էլ է ռուս, Դաշտամիրովն է ասում, մեզ ահագին խոստումներ է տալիս։ Ընդունեք իր խոստումները, թե ոչ։ Բայց մի բան էլ ասեմ, ես ասում եմ պոզնա։ Ինքը որ ասում եմ պոզնա, ժողովուրդը դեղից ներքևից, մի անգամից պոզնա, էլ արդեն Դաշտամիրովի խոսքը չի ասում։ Մի խոսքով։ Այդ մարդիկ մնում են շրջափակման մեջ։ Ոնց որ պատանդ են վերցրել, ժողովուրդը չեն թողնում դուրս գան, զանգում են այստեղ բանին, ոստիկանապետին Իսագուլովը։ Իսագուլովը իր կազմով գալիս է, ինքը Հադրութի հետ շատ կապված է եղել այդ մարդը, ժողովուրդը ընդունում են իրան, հարգում էին։ Գալիս է, վերջը ասում է, այ ընկերներ, այսպես չի լինի։ Թողեք այս մարդիկ դուրս գնան, իրենց գործին ունան, էլի։ Ու համոզում է եւ այդ որ ժողովուրդը ասում է որոշումը, ասում է որոշում չկա, բլենում որոշում չի ընդունել։ Արդեն երբ ճանապարհները ընդհանրապես փակվում են, էլ գնալ գալ չկա, իրանց հետ շփում չկա, բայց ակտիվիստները սկսում են իրենց գործունեությունը։ Անհնար է չխանդավառվել ու եռանդով չլցվել, երբ լսում ես Ալիկ Մարտիրոսյանի հայրենիքի մասին պատմությունները։ Մեր տունը Հադրութի վերևի մասում է։ Տան անմիջապես այսպես ֆոնի վրա դիմացի տաճ ու վանք գյուղերն են։ Այդ տաճ գյուղի այսպես տարածքում մի բացատ կա, ամբողջ ասեի կողքեր կա անտառա, բայց այդ բացատում մոտորապես մի հեկտարի չափ կանաչ խոտ է։ Առավոտը հելնում եմ տեսնում այդ խոտերի վրա գիշերը տղաները բահերով մասիս սարն են, սենց փորել են ու գծել մասիս սար։ Դա վերջն էր։ Դա ուղղակի հաշվի որ մտնում ես Արարատի շրջան եւ դիմացդ մասիսի այսպես պատկերն է, էլի։ Հետո մի ուրիշ դեպք, ամբողջ Հադրութը այդ շոկի մեջ, Հադրութում կա մի տնջրի ծառ, երևի դարեր, այսպես, մի դարի ավել պատմություն ունի, էլի, շատ բարձր։ Առավոտը ժողովուրդը հելնում են, տեսնում են այդ շատ է բարձր, ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող է ինչ-որ մեկը բարձրանա այդ տնջրին ու այնտեղ հայկական դրոշը կախի։ Պատկերացնում եք ամբողջ Հադրութը մնացել է շոկի մեջ, ռուսները չգիտեին, այս ինչ բան է, այս ով է եղել, ով է, հետո արդեն իմացել ենք, որ տունուց մի Արտաշես կա, այդ Արտաշեսն է տարել, այդ դրոշը կախել, հետո և մի ուրիշ դեպք, տողը բաժանվում էր երկու սենց սարերի միջև, չգիտեմ հիմա երկարությունը ինչքան է եղել, մի օր գալիս են ասում են, այդ երկու սարերի միջով հայկական դրոշ կախել են։ Պատկերացրեք, ռուսները այնտեղ, բայց այդ մեր տղաները այն որ այնքան տրանսպանը շատ էր էլի, որ կարողանում էին այդպիսի մտածելակերպ անեն։ Ֆանատներ էին տանք։ Եվ զուր չէ, ասում են հեղափոխությունը մտածում են ֆանատները, կատարում են հերոսները, օգտվում են արդեն ուրիշներ էլի։ Մեր տղաները հերոսներ են եղել։ Մենք երբեք չենք մոռանա, օրինակ Գրիգորյան Վիգենին, տողի, Դանիելյան Վազիկը մեծ թաղարից, եւ բոլոր ջողներում էլ այդպես թողներ են տղաները, որ անունները չեմ կարողանում են բոլորին սենց, բայց բոլոր ջողերում էլ եղել են տղաներ, որոնց ես հերոսներ կասեի, որոնք մտածել են այդ հեղափոխությունը։ Ուղղակի հիմա ափսոսում եմ, որ մեր կատարած տղաների կատարած գործը եկել ահա հասել է այս վիճակին էլի։ Նրանք երբեք չեմ մտածել, որ վերջը կարող է այսպես դառնալ։
Են մեծ Ղարաբաղից մնա մի բուր, են հələ հարցականի տակ։ Ռմբակոծությունների տակ անգամ կրթական հաստատությունները չէին դադարում իրենց գործունեությունը, պատմում է վաստակավոր մանկավարժը։ Իդեպ կինը Տիկին Տանյան եւս Հադրութի դպրոցի ուսուցիչներից էր, ասում է, ասելիք շատ ունի, ցավոք նաև վշտով լեցուն։ Գիտեք, մենք սկզբում ինչպես էինք դասավանդում, առանձին խմբերով։ Մենք ուսուցիչներս հաճախում էինք այն երեխաները, թե որտեղ են գտնում, ասենք, գարաժներում հավաքում էին, կհոլներում հավաքում էին, ինչ որ պատվալներում երեխեքը հավաքում էին, նրանք դպրոց չէին գալիս։ Մենք գնում էինք հանձնարարությունները տալիս, հետո հաջորդ մի քանի օրից հետո, ասենք, այսօր ես երկու խմբին հանձնարարություն տվեցի, բացատրեցի դասը, անցնում եմ արդեն հաջորդ օրը մյուս խմբերին։ Հետո արդեն գալիս եմ նորից խմբային, այդտենց խմբային աշխատանք էինք տանում։ Մեր դպրոցը երկու մասնաշենք ուներ, միջնավակ դպրոցը 3 հարկից էր կազմված, բաղկացած, իսկ տարրական օղակը 2 հարկ։ Առաջի տարրական օղակի առաջի հարկի 2 դասարանի պատը լրիվ ցրիվ տվեցին թուրքերը, այն գրադով որ խփեցին, էլ չկար։ Մենք արդեն ինչ արեցինք, տեղափոխվեցինք երկրորդ ավագ դպրոցի մասնաշենքը։ Ու քանի որ վտանգ կար, որ թուրքերը նորից կրակելու են, երրորդ հարկում դաս չէր ընթանում։ Դաս ընթանում են առաջի եւ երկրորդ հարկերում, ու քանի որ դասարանները չէր հերիքում, այսպիսի դեպք ա եղել, ես ու Սաննա Միրզոյանը, Սաննա Յուրիևնա մեր ռուսասլեզի ուսուցչուհին, նույն դասարանում դասավանդում էինք։ Ինչպես էինք դասավանդում։ Երկու շարքով նստած էին իմ երեխաները, իմ ինքը շատ էին 26 աշակերտ էր, որ մտնում էի այդ դասարանը հիանում էի, մաթեմատիկայի ուսուցիչը Պյոտր Ներսեսովիչը միշտ զարմացած նայում ասում է խոնարհում եմ ձեր եւ ձեր աշակերտների առաջ, որտեղ ամենամեծ դասարանը իմն էր։ Իսկ մնացածներին 10, 12, 5, 6, որտեղ երեխաների մեծ մասը տեղափոխված էին Հայաստանի տարբեր վայրերը, Ռուսաստան, ես ինչ իմանամ, տեղափոխել են, էլի վիճակը բարդ էր։ Բայց մենք դասերից չէինք ընկնում, անգամ ռմբակոծության տակ հասնում էինք դպրոց, մի անգամ հասել եմ, սենց խփում էին թուրքերը, պատերի տակով մի կերպ հասել եմ Սվետլանա Ալեքսանդրովնա, մեր մյուս ռուսերեն դասատուն, կանչում եմ Սվետլանա Ալեքսանդրովնա, արի գնանք, ասում եմ, աղջիկ քեզ եկել, չես տեսում ես կրակոցները, երեխաները տանտեր են մնալու, խփելու են քեզ, ասա կնիկ դե հասել եմ այստեղ, չգնաք դպրոց, նա չի հետ դար, գործ չունես, ես ինքի Ալլահվերդյանին կասեմ, որ հասել ես այստեղ, հետ ենք դարել երկուսս են։ Այդ պայմաններում դասավանդել եք ու մի օր էլա դասերից չենք ընկել։ Տիկին Տանյայի սիրելի աշակերտներն այսօր նույնպես դասավանդում են Արցախի դպրոցներում։ Թախծոտ աչքերը ջերմությամբ են լցվում, երբ հիշում է այդ նույն աշակերտների հետ կապված իր կյանքի դրվագները։ Մտնում եմ դասարան, տեսնեմ մենակ Ալոնան անստաց, 26 աշակերտից մի Ալոնա։ Ալոնա բալաս խես եկել, ասում ինչ անեմ, ինքեր Շախնազարյան, եկել եմ դասի։ Այ աղջիկ չես տեսել են ռմբակոծություն, գոնե չգայր էլի։ Հիմա ամեն անգամ ներկա բացակայանում տնօրենը մտնում ասում է, քանի աշակերտ ունես, ասում եմ մի աշակերտ, ասում է քանի ժամ ունես, ասում եմ 4 ժամ։ Ասում է դե նայր, հա, անկած դասի բաց չթողես, 4 ժամ պիտի պարապես, ասի հա գիտեմ։ 4 ժամ ես Ալոնան պարապում ենք միասին, հիմա ինքը ուսուցիչ է։ Միշտ այդ դեպքը հիշում եմ։ Այդ պայմաններում ենք մենք դասավանդել, այդ պայմաններում ճիշտ է, բարեր չկար, բան չկար, բայց դպրոցը փայտուներ, փայտ էին ստանում, փայտե վառարաններ էինք վառում, անգամ մենք էինք վառարանները վառում, բա ինչ անենք, երեխաները մրսեն, դասի ընթացքում 2 փայտ այլի, որ գցեն վառարանը, ձեռքերից որ չի կոտորատվերն ու մեր երեխեքն են։ Ամուսինս էլ խորհատում դիրք էին տեղեր, որ պոստներ 32-րդ, 31 ամենադժվար պոստն էր։ Այդ դիրքի մասին որ տիկինս նշում է, այդ խորհատ դիրքն է, այսպես շատ բարձր բանի վրա է։ Ճիշտ է անտառի մեջ է այդ դիրքը, բայց պիտի սարը բարձրանայիք, հետո գնայիք, պատկերացրեք շատերը հրաժարվում էին, որ գային մեզ փոխեին։ Եվ այդ դիրքում մեր հիմնականում 7 հոգի էինք, մեր ջոկատը, երկրորդ ջոկն էր էլի 7 հոգի, պատկերացրեք Աստված մեր կողմն էր, այդ պատերազմի ընթացքում մեզանից ոչ ոք այսպես չվիրավորվեց, առաջի պատերազմ։ Պակասեց։ Բոլորս էլ մնացել եք
կենթանի սա ու միջև հիմա էլ ընկերություն ենք անում։ Երևի Աստված մեր կողմն է եղել։ Մի օր կիսրարս գալիս ասում եմ, Տանյա ասում եմ, որ թուրքերը խփում են, որտեղ եք թաքնվում։ Մեր տունը կիսանը կողային է։ Ասում եմ, դե բաբ ես ինչ իմանամ, այն հետևի սենյակում չի, ասում եմ, բալա տենց բան չի լինի։ Բա հերը վերցրու երեխեքի հետ գնանք կողոլ սարքենք։ Ինչ կողոլ սարքենք, ալիկը տանը չի։ Ես կիսրարս, ես 3 փոքրիկներս հետևից սարած, մեր տան հետևի մասոն շպալերներով բանով կողոլ ենք սարքում։ Շորներս հագիս, իբր դե կարավատ չկար, բան չկար, այս կոբիկների վրա մի հատ դիկտե էր դրել կիսրարս, 2 դոշա գցել, այդ դիկտի վրա պարկում էինք, շորերը հագած մեր հագին, չենք փախել, որ ասել են գնացեք, ասեմ ուր գնամ։ Այ մարդուր գամ, հայ եմ հորքուր ունեմ, բերեմ էլի, իրանք մի կերպ են իրանց գլուխը պահում։ Հիմա ես 4 շունչուց վերցրած, ամուսինս դիրքում, գնամ ես այնտեղ ինչ անեմ։ Այ դպրոցը թողեմ, չէ, հնարավոր չի։ Չգիտեմ ինչու նվիրված էինք, եւ ուրիշ ձևի էինք նվիրված։ Մի օր էլ ալիկը դիրքից գալիս է, մտնում ենք դե կողոլում ենք էլի։ Ոնց էի հաստխում։ Այդ թոնիրը կիսրած գալիս է թոնիր սարքում, ասում է դե բալաջան ինչ անենք, հաց չկա, բան չկա, պիտի ախր հաց թխենք, դե ես մինուճար աղջիկ եմ, ինձ ոնց եմ պահել, հիմա հաց պիտի թխեմ, էդ է սովորեցի, ասի ոչինչ, թող սովորեմ, հո ինձ չի խանգարելու։ Մի հատ հաց թոնից էի տալիս, վազում մտնում կողոլը, որ գրադը դադարում է, գնում էին հացը պոկում, մի ուրիշ նորից պատից տալիս, նորից վազում կողոլը։ Մի օր եղանիկը գալիս է դիրքից, ասում եմ նստեք մի կտոր հաց տենք, դե հացն էլ շատ դժվար է ճարել, չկար, բան չկար։ Մի կերպ էլի գլուխներս պահում էինք։ Այս նստած էինք, ուրեմն մորքուրի տեղը ալիկներ, Դավիթսեր, նվերներ, մհերներ ու ես էի։ Ես այս կողոլի դրան մոտ էի։ Մեկը չգիտեմ անկախ ինձանից։ Սենց գլուխս բարձրացեմ, տեսնեմ ինչ։ Մի օծ, ինչ օծ։ Այս գլուխը բերած Դավիթիս գլխի վերևը, սենց կանգնած, ասի հալիկ։ Օծը, ասում եմ ու փախչում։ Հիմա թուրքը խփում է, ալիկը երեխեքին հանում է, այս օծը այնտեղ է, մտնում է, որ այդ օծը սատկացնի, ինչ անում, ինչ չանում, ոչ օծն է սատկած երևում, որ չոց եք տեսում, հիմա թուրքը խփում է, կողոլում օծն է, մենք էլ պատի տական տեր սենց կանգնած, գլխները սրած, ինչ անենք, ինչ չանենք։ Ժպիտը դեմքին, բայց վրեժխնդրության զգացումը հոգում հույզերին ազատություն է տալիս տանտիկինը։ Ուզում է երեխաները այլևս պատերազմ չտեսնեն, տխուր հիշողություններն էլ ոչինչ, թող մնան, ինչպես ֆիլմերում են մնում։ Ցավոք, պատերազմի դառնության համը նաև թորները զգացին։ Ինչպես տիկինը նշեց, այդ դժվարությունների հետ միասին, դե արդեն Բաքվից փախստականները արդեն տեղափոխվում էին։ Մեր շրջկոմի առաջի քարտուղար Անկեր Բաղյանը արդեն փոխվել, Անկեր Զաքյանը այստեղ այլ աշխատանքի կապակցությամբ տեղափոխվել էր Ստեփանագերտ, նոր շրջկոմի առաջի քարտուղար ունեինք։ Ինձ որպես պրոպագանդայի բաժնի աշխատող գործողում Ստեփանագերտ, որպեսզի փախստականները, որ Բաքվից փախնում գալիս էին Ստեփանագերտ, ես նրանց մեջ քարոզչական աշխատանք տանեմ, որպեսզի ոչ թե այլ շրջաններ գնան, այլ վերադառնան շրջկենտրոն Հադրութ։ Նրանց համար գյուղերում արդեն որոշ գյուղերում տներ էինք պատրաստել, ովքեր որ տեղափոխվեն գան ու նրանց տանենք տեղավորենք այդ բաներում։ Եվ այդ փախստականների մեջ էլ մորքը լուսա գալիս իր ընտանիքով արդեն մի կին, որ ամբողջ կյանքը երբ արդեն ամուսնացել էր Բաքվում ապրել, որ նոր տուն բանալիները ստացել էր, որ պիտի տեղափոխվեր այդ նոր տունը, ամբողջ կյանքը վարձով էր ապրել։ Հետո արդեն այդ դեպքը սկսում է բանալիները ձեռքը գալիս է Հադրութ։ Ունսա սալատ ելելելա։ Շարժումը որ սկսала փետրվարի 12-ին, թուրքերը արդեն բանուրն պետրցրալ վեր պիտի հայերը լուխտուս կյանքին անվիրած Ղարաբաղը։ Պահին չանիկ պահուն ցանիկ դե ուժը դուսունքյա։ Ընտանիքս էլ 5 հոգուց բաղկացած է եղել, ամուսինս 2 աղջիկս մի տղաս, ես էլ հետները 5 հոգով։ Ոչերը վեշերը կապում ուկվել են քանում վեքինք այրապորտը, օրեկան 30 սամալյոտ այլա թրչում այրապորտան Բաքվից Ստեփանագերտ։ Բիլետը եղել է 19000, բայց 30000-ով։ Վեր այրապորտը մղակավինի կմնում վեր ասղտի երա
վերքցին տապտասնավ չի։ Սաղ հայ ժողովուրդը, լող այրապորտումը, դեկտեմբերի 5-ին 88 թիվին, 5-ին եկալմ Երևան, 7-ին եկալ շարժը իլալա, Բաքու սոր չիլալ օթո, բայց Երևանան օթո շատ ալիլ է, ուժեղ սորալա, ես կրթաչում տանեմ։ Հվանք մամն կոնսուպենին ասմն կինամն կադրույթ, ծարայալն բանակımı, հայրենիք ես նվիրված ծարայալım, դե թող ալիկ ասը, հունցում ծարայալ, տանյան ասը, հունցում ծարայալ, ես ինձ բատ զգացացում, լևն ծարայալ, ասամ գործանի վեր հացպեն ուշխադինք ախր փող պեստանում խողինք կարինք լի պահիք, ոչմ գործում ռա, հարգանքա պատվա հունցու պետկալալի ծաղ, հիշկան հադրութա շրջանում մարդալա լոխից բորքունն լասես, ու եկան Ստեփանագերդն էլի որ մուրքորում սաղի համար։ Ամերիկա, Գերմանիա, եվրոպական այլ քաղաքներ տեղափոխվելու հնարավորություն ունեցել են, բայց եկան Հադրութ, քրոջ ընտանիքի մոտ, նեղության մեջ, բայց միասին, ասում է կյանքի մեծ փորձը ու սերին առած Սվետա տատիկը, ում վերքերը իմաստության են վերածվել։ Գոհ էր իր ապրած տարիներից, խոսում է միայն լավ օրերի մասին ու հավատում է, որ ապագան էլ հուսախաբ չի անելու։ Ես հույս ունեմ, որ մկան կախը քննելու, մուկ Ադրբեջանի կազմը չպիտի մնանք, չէ, չպիտի լինի Ադրբեջանի կազմում հայ ազգը,